Ամբողջ աշխարհում վաղուց արդեն սովորական երևույթ է դարձել մատուցողի աշխատանքը համարել սովորական ու ինչու՞ չէ նաև պատվաբեր, այն ավելի շատ արվեստ է, քան պարզապես աշխատանք։ Օրեցօր ավելացող սրճարաններն ու ռեստորանները իրենց գոյությամբ եւ ուրախացնում եւ հաճախորդների զայրույթն են առաջացնում։ Պատճառն ակնհայտ է՝ մատուցումն անորակ է։ Հարց է առաջանում, ինչպես են մեր գործատուներն ընտրում իրենց աշխատողներին, ինչ նախադրյալներ են պետք, որպեսզի որպես մատուցող ձեզ աշխատանքի ընդունեն։ Արտաքին տեսքնա ցանկալի է, որ լեզուներ իմանա, այսինքն թե որովհետև եթե ինչ-որ մի ֆորմատով աշխատում ես, դա կարող է տարբեր ազգերի մարդիկ գան, ցանկալի է, որ նույն մատուցողը իմանա մի քանի լեզու, այսինքն հայերենը պարտադիր, ռուսերեն եւ ցանկալի է անգլերեն։ Շատ դեպքերում մարդու արտաքին տեսքից ուժը կարողանում ես ինչ-որ չափով կարծիք կազմես, թե այդ մարդը ինչպիսի կարա աշխատի։ Սպասարկման ոլորտում ամենից կարևորը ես մտածում եմ, որ դա ճիշտ մոտեցում հաճախորդին։ Այսինքն շատ վաղ մարդիկ գիտեն, թե մատուցողի գործը հենց անմիջապես տանել բերելն է, բայց չէ, էլի։ Դա էլ է մտնում գործի ինչ-որ մի մասում, բայց ավելի առաջնահերթը մարդկանց հետ ճիշտ մոտեցում ցուցաբերելը։ Հաճախորդի հետ մատուցողը պետք է խոսի հարգանքով, կապ չունի, թե ինչ հասակի է, այսինքն բոլոր հաճախորդներին հետ խոսում ենք դուքով։ Մատուցողը պետք է նախևառաջ, եթե տվյալ օբյեկտում, տվյալ կազմակերպությունում կա համազգեստ, այսինքն սպեցադեժդա, պետք է կոկիկ հագնված լինի։ Հետևունակ այդ ամեն ինչը։ Обязательно պարտադիր կերպով, դա առաջնահերթ որ գալիս է գործի, մի հատ արտաքին տեսքին, այսինքն սականտովկա է, եղունգներ է, սափրված վիճակում լինի, մաքուր կոկիկ լինի, որովհետև նույն հաճախորդի մոտիկանալուց պետք չի որ որևէ մինձև տհաճություն պատճառի։ Դա ցանկալի է լինում հաշվի առնել մատուցողի արտաքին տեսքը, որովհետև դա միանշանակ ազդում է հաճախորդի հենց սկզբնական տպավորությունների օբյեկտի սրճարանի վրա, որովհետև ամեն մարդու ցանկալի է, որ իրեն սպասարկի սիրուն արտաքին տեսքով մատուցող կամ մատուցողի։ Ես շատ կուզեի, որ մեր քաղաքում այնքան զարգանար այդ մատուցող բարմեն հասկացողությունը, որ մարդիկ արդեն դրան նայեին որպես մասնագիտություն, արվեստ։ Աշխատել մատուցող դա թվում է, թե ինքը պրիմիտիվ գործ է, բայց ես կասեի չէ։ Մատուցողը առաջերտին պետք է շատ լավ թերապետի հոգեբանություն, որտեղ ինքը շփվում է ոչ թե միայն մի տեսակի մարդկանց հետ, այլ ընդհանրապես շփվում է շատ տարբեր մտածելակերպի, տարբեր տարիքային, տարբեր սեռի հաճախորդների հետ եւ բնականաբար չես կարող ամեն մարդու հետ տալ նույն մոտեցումը։ Կիրթ ու գեղեցիկ սպասարկում ունենալու համար իրենց մատուցողներին պատրաստում են տվյալ օբյեկտների տնօրենները։ Սովորեցնում են այն, ինչ իրենք գիտեն։ Այնուհանդերձ նախնական գիտելիքներից բացի մեծ նշանակություն ունեն վերապատրաստման դասընթացները։ Հաճախակի տրեյնինգներ ենք անցկացնում իրանց հետ, այսինքն ամենից առաջնահերթ այն որ վերկալում են գործի, առաջնահերթ լինում այն, որ դեմի մի քանի օրը անցնում է մեր մոտ ստաժիրովկա, այսինքն ստաժիրովկայի ասելով մենք ենք նկատի առնում, որ ինքը ընդհանուր ծանոթանում է համ օբյեկտի հետ, համ էլ մենյուի հետ, որովհետև մենյուն իմանալը դա շատ կարևոր բան է, որ աշխատանքը ճիշտ կատարվի։ Ցույց ենք տալի ճիշտ սպասարկման ձևը, այսինքն հաճախորդին ոնց պետք է մոտիկանալ, ոնց է պետք է այդ նույն պատվերը վերկալած եւ ինչ ձևի է պետք է այդ ամեն ինչը մատուցած։ Վերապատրաստում անցնկացնում սկզբից հաճախորդ մատուցողը անցնում է փորձաշրջան, որտեղ ինքը դեռ սովորում է ծերերյան։ Առաջերտին շատ լավ պետք է թերապետի մենյուն։ Ես հաճախորդ հասկացողությունը այնքան չեմ ընդունում, ինչքան որ հյուր, այսինքն մեր բոլոր հաճախորդները մենք համարում ենք ստե որպես մեր հյուրերը, ու բնականաբար ամեն մարդ եթե ունի հյուր, պետք է հյուրին իրան անենց ընդունի, որ հյուրը մյուս անգամ էլ ուզենա գա։ Քաղաքի սրճարանների տնօրենները միակարծիք էին մեկ հարցի շուրջ։ Մենք զգում ենք բարմենների ու մատուցողների պատրաստման ասոցիացիայի կարիք։ Սա ոչ միայն կօգներ վերապատրաստել աշխատողներին, այլև պատրաստի կադրեր կթողարկեր, թեթևացնելով գործատուների աշխատանքը։ Քանի որ մեր մոտ չկա, այսինքն թե ասոցիացիա բարմենով մատուցողների դպրոց, դա էլ է մեծ պատճառ հանդիսանում, որ նման դպրոցների բացակայության դեպքում գիտելիքները լիովին չեն կարողանում ստանալ։ Կուզեի, որ մեր քաղաքում ստեղծվեր նման մի կազմակերպություն, ասենք բարմենների եւ մատուցողների ասոցիացիա,
մեր քաղաքը շատ ազգում այդ ասոցիացիայի կարիքը, որտեղ կարող են ուսուցանել, պատրաստի մասնագետ աշխատողներ։ Շնորհակալություն։ Համաձայն եք, յուրաքանչյուրիս համար էլ կարևոր է թե սրճարանում կամ ռեստորանում ինչպես են մատուցում։ Չէ՞ որ նաև մատուցումից է կախված մեր այցելությունը սրճարան կկրկնվի, թե ոչ։